Ես Մհեր Թադևոսյանն եմ, աշխատում եմ որպես վաճառքի մենեջեր։ Վերջին շրջանում ձեր հրահանգիչներից մեկի հետ ծանոթացա ու տենց գործի բերումով գոլեգաներ ենք, սենց ասեմ։ Իրանից ավելի շատ ինֆորմացիա, տենց շատ կծկտուր ինֆորմացիա եմ մինչև այդ իմացել։ Ու հետաքրքրեց ինչով որ զբաղվում է ոման։ Սուրենի։ Հա, Ղարիբյան Սուրենի հետ եմ։ Ալպինիզմից ընդհանրապես գաղափար չեմ ունեցել, այդ ամենամեծ ներդրումն է եղել իմ իմացածի վրա, բացի դրանից ես վախից ինչ-ինչ վախ եմ ունեցել բարձրության նկատմամբ, այնց կարելի ասել հաղթահարել եմ։ Բնական վախ, որ մարդիկ բարձրությունից ունեցել են, այնց ես էլ եմ ունեցել այդ վախը, ասենք շատ բարձրահարկ շենքում չեմ ապրել, վախենում էի բարձրությունից, ալպինիզմից ահագին այդ վախը պակասել է, այդ երևի տենց ամենա որ աչքի ընկնող բանն է, որ տենց զգում եմ իմ վրա փոփոխություն, բայց առհասարակ էլի գիտելիքներ թե մարտավարության մեջ, թե զենքը ճիշտ բռնել այնտեղ, բայց ամենամեծ նշանակալի որ կա երևի ալպինիզմն է։ Ֆոման կարևոր դեր ունի հասարակության մեջ որպես գիտեմ կրթող հաստատություն, որ այս ամեն ինչը իրականում պետքական է, դա է ինձ ավելի շատ գաղափարախոսական բանն է դուր գալիս, այդ պարապմունքները, հա, իհարկե շատ կարևոր դեր ունեն, բայց այդ ավելի շատ որ մարդիկ տեսնեն, որ տես բան կա, գան, չգիտեմ, իհարկե մասշտաբը իմ կարծիքով մեծ չի էլի, շատ ավելի մեծ պետք է լինի մեր պետության մեջ, փոքր պետություն ենք, բայց մասշտաբը միևնույնը կցանկանայի, որ շատ ավելի մեծ լիներ ոմայի։ Կարծում եմ էլի կգամ, իհարկե մի քանի ամիս զբաղվածության պատճառով կարծում եմ ուշ, բայց մի քանի ամսից հաստատ գալու եմ էլի։ Վստահ եմ, որ թեկուզ մի անգամ կյանքում պետք գա հաստատ պետքական բաներ են, որ առօրյա կյանքում էլի ոչ միայն այդ մարտական, չգիտեմ, առօրյայում ուղղակի կարա պետք գա։ Իմ սերնդակիցներին ինչ խորհուրդ կտամ։ Ուղղակի լինել հետաքրքրասեր, փորձել սովորել այն բաները, ինչի մեջ ընդհանրապես գաղափար չունեն, քիթը խոթել, ամենտեղ մի քիչ լավ չի հնչում, բայց մոտավորապես տենց գիտելիքների տեսանկյունից էլի ավելի շատ։